Հարգելի հայրենակիցներ, ավելի նվաստացուցիչ ձևակերպում, քան Հայաստանը գնում է համարձակ զիջումների, հնարավոր չէր պատկերացնել։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։ 7 տարի է, ինչ իշխանազավթները կան, 7 տարի եւ ոչ մի տարի չի անցել առանց զիջման եւ առանց կորստի։ Ասել է, թե փոքրիկ ինքնիշխանը հանձնում է, զիջում է ամեն ինչ։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ այդ նոր զիջումների պատրաստվող փաստաթղթին ծանոթանալ էլ պետք չի պատկերացնելու համար, թե ինչ մեծ նոր դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ Ճիշտ է, հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը, բայց հայ ժողովուրդը Նիկոլի բովանդակությունը գիտի։ Հող հանձնող, աթոռից կարճած, դավաճան եւ ամեն անգամ, երբ փորձ է արվում նոր զիջումների փաթեթի ալիքի, դրան նախորդում է, չգիտես ինչի, միշտ հմեկով մի նոր ձևաչափով անցկացված փոդքասթը, որը տպավորություն է, թե յուրահատուկ հայտարարություն, հրապարակային օֆերտա է թուրքերին եւ ադրբեջանցիներին ուղղված, թե տեսեք, մենք համատեղ քայլերով արդեն ուր ենք հասել, Հայաստանում հմեկի եթերում ձեր ցանկությունները հանգիստ բարձրաձայնում եմ, կարծում եմ, որ այս անգամ հասցված հարված այնքան ուժեղ կլինի, որ Հայաստանը դիմակայել չի կարողանա։ Իրականում, հարգելի հայրենակիցներ, սա խաղաղության մասին թուղթ չէ։ Սա Թուրքի համար նախատեսված, ասեք անեմ, արել եմ ու էլի կանեմ բանաձևի շրջանակներում մի թուղթ է։ Ասել են Արցախը տուր, հանձնել է։ Ասել են Արցախը հայաթափի, հայաթափել է։ Ասել են հայի թափված արյունը ուրացի, ուրացել է։ Այս 3 րոպեն իհարկե բավարար չէ զիջումների ողջ սպեկտրը ձեզ թվարկելու համար, բայց գիտեք, չէ, որ ուրացել են հայի հազարավոր կյանքեր, զիջել են մի ամբողջ հայկական պետություն, զիջել են Հայաստանից տարածքներ, հիմա շրջափակման մեջ են դնում Հայաստանը դելիմիտացիայի անվան տակ, ուրացել են, զիջել են հայոց անհերքելի պատմությունը ու էլի շատ ու շատ բաներ, սահմանադրությունը, անկախության հռչակագիրը։ Եվ ասում են, որ մեզ այս փուլում երաշխավորներ պետք չեն, դե հա, զիջումների համար երաշխավոր պետք չի, չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ առուծախի համար միջնորդ պետք չի, երբ որ գնորդի հետ արդեն երկար ժամանակ է օպերատիվ կապի մեջ ես։ Բայց իշխանազավթին այս ամեն ինչի մեջ նեղել է միայն հարց չի ինքը զիջում բառի հետ։ Դե միգուցե այո, իրականում ոչ մի բան էլ չի զիջել, իր տեսանկյունից չի զիջել, ինքը ծախել է այս ամենը։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի վարչապետի աթոռը զավթածը արդեն երկար ժամանակ հրապարակային ցույց է տալիս, որ անցել է թշնամու կողմը եւ գործում է ի վնաս Հայաստանի պետական շահերի։ Տիկին Մկրտչյան, այնուամենայնիվ զերծ պայեք ձեզ վիրավորանքներ հնչեցնելու։ 4 տարի է նույն բաները ասում եք, 4 տարի ասում ենք, դա լավ չի։ Դե չտայեք իշխանությունը ուրեմն։ Նիկոլ Փաշինյանին, հետո եկա գալիս եք, ստեղ ասում եք իշխանազավթեր, եկա քվեարկեցիք, տվեցիք, ասեցիք Նիկոլը ճիշտ էր, մենք սխալ էինք, հիմա էլ ասում եք իշխանազավթեր։ Շնորհակալություն, այդ պարզեք մյուս թիմի հետ ձեր ընդդիմադիր։ Չեն կողմնորոշվել։ Արման Ղազարյան, համեցեք։